20-րդ դարի սկզբին շոտլանդացի մի ֆերմեր տուն էր վերադառնում։ Անցնելով ճահճի կողքով նա հանկարծ օգնության ճիչ լսեց։ Վազեց և տեսավ մի տղայի, որը փորձում էր ճահճից դուրս գալ։ Նա արագ կտրեց հաստ ճյուղը, զգուշորեն մոտեցավ երեխային և հանեց նրան ջրից։ Երբ տղան դուրս եկավ, երկար ժամանակ չէր կարողանում վախից հանգստանալ։ Ֆերմերը առաջարկեց տղային գնալ իր հետ տուն և հանգստանալ, սակայն երեխան մերժեց ասելով, որ նրա հայրը երևի հիմա իրեն է փնտրում և հաստատ անհանգստանում է։ Շնորհակալություն հայտնելով իր փրկչին, տղան հեռացավ։ Առավոտյան ֆերմերը տեսավ իր տան մոտ է մոտենում մի կառք։ Կառքից դուրս եկավ լավ հագնված ջենթլմեն։ «Այդ դուք եք երեկ փրկել իմ որդու կյանքը»։ «Այո, ես», պատասխանեց ֆերմերը։ «Որքան գումար եք ուզում»։ «Մի նեղացրեք ինձ, պարոն, ես այդպես եմ վարվել, ինչպես պետք է վարվեր նորմալ մարդը»։ «Ոչ, ես չեմ կարող դա հենց այնպես թողնել, քանի որ որդիս շատ թանկ է ինձ համար»։ «Ասեք ցանկացած գումար, ես պատրաստ եմ վճարել»։ «Ես այլևս չեմ ուզում այդ թեմայով խոսել, պարոն, ցտեսություն»։ Ֆերմերը շրջվեց, որ հեռանա, և այդ պահին դուրս եկավ իր որդին։ «Դա ձեր որդի՞ն է», հարցրեց հյուրը։ «Այո», հպարտությամբ պատասխանեց նա, շոյելով տղայի գլուխը։ «Եկեք այսպես անենք, ես կվերցնեմ ձեր որդուն և ինձ հետ Լոնդոն կտանեմ, կվճարեմ նրա կրթության համար։ Եթե նա նույնքան ազնիվ է, որքան իր հայրը, ապա ոչ դուք, ոչ էլ ես չենք զղջա այդ որոշման համար»։ Անցնում է մի քանի տարի, ֆերմերի որդին ավարտում է դպրոցը, հետո բժշկական համալսարանը։ Շուտով նա դառնում է աշխարհահռչակ ստեղծելով պենիցիլինը։ Նրա անունը Ալեքսանդր Ֆլեմինգ է։ Պատերազմից առաջ Լոնդոնի հիվանդանոց է ընկնում թոքերի բորբոքման ծանր ախտանիշով այդ նույն ջենտլմենի որդին։ Այս անգամ նրա կյանքը փրկեց Ալեքսանդր Ֆլեմինգի պենիցիլինը։ Իսկ ջենտլմենի անունն էր Ռենդոլֆ Չերչիլ, նրա որդու անունը Ուինսթոն Չերչիլ, ով հետագայում դարձավ Անգլիայի վարչապետ։ Հնարավոր է հենց այդ իրադարձություններն էր հիշում Ուինսթոն Չերչիլը, ասելով. «Քո արածը մի օր քեզ մոտ կվերադառնա»։